Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է սկսվում, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, դուք տպավորություն չունեք, որ ժամանակից շուտ Հայաստանում ինչ-որ նախընտրական զարգացումներ են սկսում։ 26 թվականը դեռ ահագին ժամանակ կա։ Ես կասեի, որ ժամանակն է եւ կամաց-կամաց սկսվել է։ Ամերիկայում 2 տարի շուտ է սկսվում, այսինքն այս թեժ ամառը այնքան էլ բան չի։ Հետո նայած դա հիմա մի մաս կա ընտրությունների համար է, մի մաս կա քաղաքական գործընթացի համար է, բայց նորմալ եմ կարծում եմ, նորմալ է, որտեղ պիտի մենք հասցնենք հանրության ներկայացնենք ծրագրեր, առաջարկներ, պետության մոդել, անվտանգության համակարգ, մշակութային զարգացման համատեքստ եւ եկեղեցի, որը հայաստանյաց է իրականում, որը մեր ժողովրդի հոգեոր բաժին է, այսինքն դրա համար կարծում եմ ոչ շուտ է, ոչ ուշ է, նորմալ է, այդպես ասեմ։ Այս պարագայում միայն հայաստանյաց չի եկեղեցին, չէ՞։ Այո, չէ, եկեղեցին հայաստանյաց է, 10 սպյուրք էլ լինի, 40 սպյուրք էլ լինի, եկեղեցին ծնվել է հայաստանյաց եւ մնում է հայաստանյաց։ Եվ ընդմիշտ կմնա հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի։ Բայց որ հիմա հանգամանքների վերում ես նկատի ունեմ, որ նույնությամբ սուրբ եկեղեցի է նաև սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Դա էլ է հայաստանյան։ Այո։ Դա էլ է իդեալը, այսինքն ժամանակին երբ է ձևավորվել է ինչ-ինչ պատճառներով ուրեմն եկեղեցու մասնաճյուղեր տարբեր երկրներում, դա ոչինչ չի փոխում։ Ինչպես որ Հայաստանի պատմությունն էր, մի աղմուկ արեցին։ Մեր պատմությունը Հայաստանի պատմությունն է։ Իհարկե ունենք նաև սփյուռք, դժբախտաբար կամ հիմա այլ հետ է էլի, որ գաղութները եւ այլն։ Իմիջայլոց ասեմ ձեզ, նման հրաշալի գրքեր կան, հրաշալի 15 թվականին աղայան կա, բանը, Սևրի դաշնագրի մասնակից Հակոբյան, հրաշալի ֆիզիկա աշխարհագրական նկարագիրը Հայաստանի, որտեղ ներկայացնում է Վանում, Արցախում եւ այլուր, ինչ կան հայ ապրում, ինչ կան օտար եւ նաեւ այն հայկական լեռնաշխարհային մասերը, որտեղ հայ չի ապրում, բայց դա ամբողջը Հայաստանն է։ Մենք սխալ ենք արել մեթոդապես, որ հայաստանյացը շրջանառությունից դուրս ենք հանել։ Բայց դա նաեւ չի թույլատրվում, որովհետեւ հայ եկեղեցի չի կարող լինել։ Եկեղեցին անձնավորված ինքը մարդ չի, հայ եկեղեցի որս է։ Բայց Հայաստանը, որտեղ քրիստոնեություն համաշխարհային կրոն է, չէ, ինքը ինտերնացիոնալ կրոն է, այնտեղ կա հունաց, Հունաստանի, այնտեղ կա Հունաստանն էլ, նրանք էլ ունեն ահռելի սփյուռք, բայց չեն դարձնում հույն ժողովրդի պատմություն կամ հույն ժողովրդի եկեղեցի եւ այլն։ Շատ նորմալ է։ Ուղղակի այս ակտուալ չէին հարցերը չի քննվել եւ հանրության մեջ ձևավորվել են սխալ ստերեոտիպներ, հիմա ժամանակը հաղթարվում է։ Գրքեր կան, հետազոտություններ կան, ինչպես նախահեղափոխական եւ այլն, որոնք հայաստանյաց այդպես է, որի հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է, իսկ այդ ամբողջ կյանքի գոչածը Տրթատ Թագավորն է, երրորդ Արշակունին, երկուսն են արել, արքան է արել։ Արքան 301 թվականին ժողով է կազմակերպել եպիսկոպոսած եւ ինքը առաջադրել է Գրիգոր Լուսավորիչի ուրեմն տեխնացությունը, ինքն է առաջադրել տեխնացությունը, եպիսկոպոսներ քվեարկել են։ Գիտեք դա ինչ նշանակում, ըստ բանի արքան ըստ էության քրիստոնեությունը պետական կրոնի հարցի լուծման հետ միասին սահմանել է հիերարխիան, մեր պետական հիերարխիան արքան երկրորդ տեղում միայն կաթողիկոս եւ վերջ, ասեն այդ հայ եւ այլ դուրս է գալիս եւ Գրիգոր Լուսավորիչ չի առարկել, որը մեկը չի առարկել, այսպես է, այդպես որ նորմալ է։ Շատ լավ։ Դա առաջարկեմ որ ճիշտ օգտագործել մարդը։ Մեր հարաբերությունները հայ առաքելական եկեղեցու, հայաստանյաց եկեղեցու ռուս ուղղափառ եկեղեցու հետ
մի տեսակ տարօրինակ են։ Ինչի համար, հա? Ոնց կարող է համարել ռուս ուղղափառ եկեղեցին մեր եկեղեցում քույր եկեղեցի, եթե չի ընդունում այդ եկեղեցին։ Ինչու չի ընդունում, հարցը այստեղ է։ Այո։ Միշտեր մենք չպետք է ընդունենք, որովհետև մենք ենք, իրենք որ մենք կայինք, իրենք չկային։ Այո։ Հետո մենք էլի կայինք, իրենք էլի չկային, էլի չկային հայտնվեց։ Եկեղեցիները դեռ չէին մասնատվել, մենք կային։ Ժողովուրդը չկար ընդհանրապես։ Գիտեք հարցը ինչն է։ Դուք աստվածաբանության կողմ թեքեցիք հարցը, մեր եկեղեցին մոնոֆիզիտ է։ Այո։ Միաբնակ է, դավանանքը, ուրեմն ուղղափառ եկեղեցին դիոֆիզիտ է, երկաբնակ է։ Դե ռուսները աննաիշխանուհու օգնությամբ բյուզանդական եկեղեցու ուղղափառ դավանանքներ վերցրել եւ այստեղ հակասություններ կան, կրոնական, մոնոֆիզիտ, դիոֆիզիտ, ասենք այստեղ մարդու մեկնաբանության եւ Աստծո հետ հարաբերության նման աստվածաբանական փիլիսոփայական հարցեր կան, իրենք դա չեն ընդունում, ինչու, որովհետեւ իրենք նախանձ են, բացի չարությունը, որ ասենք մյուսներն ընդունում են։ Էլի կայսերականության նաև ռուսական բնավորության չարություն, իրենք չար են։ Ոնց կլինի, հենց այդպես կլինի, հենց այդպես է, որովհետև մենք էլ ենք եղել կայսրություն, մինչև իրենք կայսրություն կլինեին, էլի։ Մեր եկեղեցին ունի քույր մի քանի եկեղեցիներ, կարծեմ 6-ն են։ Թվարկեմ, թող մեր ժողովուրդ իմանա։ Ղպտիներն են, մոնոֆիզիտ են։ Մոնոֆիզիտիզմի հիմքի վրա եմ ասում։ Հաբեշներն են կամ եթովիացիներն են։ Հնդկաստանում Մալաբա կոչվող մի ցեղ կա, այդ ուրեմն դրանք են, ինչ-որ մի շերտ է, եւ ասորիներն են, եւ որոնք իրենք ընդունում են հայաստանյաց առաքելական եկեղեցու որպես մոնոֆիզիտ, ուրեմն եկեղեցու գերակայությունը։ Ես 4-ից 7 թվականներին աշխատել եմ Երուսաղեմի մեր պատրիարքարանի ուսումնական կենտրոնում, դասավանդել եմ եւ այլն, եւ ամեն տարի օր կա, որոնք գալիս են տոներին, ասածս եկեղեցիները շնորհավորում են մեր պատրիարքին, որպես իրենց գերակա քույր եկեղեցի։ Իսկ ընդհանրապես քրիստոնեությունը մեկ է, մեծ հաշվով, այստեղ ռուսները այդ չեն կարողանում, մարսեն, իրենք ընդհանրապես հայության 5 քաղաքակրթական նվաճումները չեն կարող մարսել, բայց դա իրենց գործն է։ Ինչքան նման են, չէ՞, ադրբեջանցիները։ Ադրբեջան, դրա համար էլ խրախուսում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, հոնոր չեն խրախուսում։ Ռուսական խրախուսումը սկսվել է կոնկրետ արդեն 1900 ուրեմն 18 թվականի մարտի 3-ից Բրեստ-Լիտովսկի հաշտան դաշնագրից։ Այս ինչ որ լինում է, այդ դաշնագրի ստորագրումից է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները եւ նաեւ հայ-թաթարական բախումների կամ այդ ամեն դրանից առաջ է, նրանք դենա որպես հրարեն էթնիկ հակասություններ բան եւ այլն, բայց այստեղ կոնկրետ է պայմանագրային եւ այդտեղ Նախիջևան, Կարսի մարզը ինչ որ մնացել է թուրքերին կամ թաթարներին լուծվել է այդ օրը, հետո դա պայմանագրի տեսք է ստացել 21 թվականի Մոսկվայի 16-ի պայմանագրով։ Այնպես որ ես զարմանում եմ, որ մեր պատմաբան կոչվածները ոչ մեկը ձեն չի հանում։ Շատ տարօրինակ է, որովհետեւ դա իրական այդպես է։ Այնտեղ կա Դրոսկու բանավեճը Նազարեթյանի հետ, Նազարեթյանը այնտեղ էր եղել, դաշնակցական է, որ իմ խղճի վրա բան չկա, ես ձեզ վնաս չտվեցի, ուրիշներից ուզի եւ այլն։ Այսինքն ես Հայաստանը ծախեցի, բայց մի նեղացրել։ Հիմա ինչպես Պուտինն է այս մարդկանց ծախվել է։ Դա ոչ մի սխեմայի իմաստով կարծես տարբերություն չկա էլ։ Ընդ որում հենց Զախարովան օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս է ճանաչում, ընդ որում այդ գիտեք, Արցախի բարական բոլորովին այնպես ճիշտ ներկայացում է, իհարկե որոշ մասը գիտի 21 թվականի հունիսի 4-ին Կավ բյուրո կոչվածը քվեարկել է 1921։ Այո, Մոսկվան, ուրեմն Արցախը մի ձայնի առավելությամբ անցել է Հայաստանին եւ պիտի լիներ Հայաստան, քվեարկել են, այնտեղ Ստալինը փոկվել եկել է, Լենինն է ուղարկել, գնացել եւ նորից քվեարկություն է անել տվել եւ Արցախը հանձնել է մի ձայնի Նազարեթյանց ազգանունի բոլշևիկ քվեարկել են կողմը անցել են նրան։ Թե չէ ինչ ադրբեջանցի ինչ բան եւ այլն։ Այստեղից էլ այդ վիճելի հարցը սարքվեց, որի արդյունքը մենք տեսանք։ Սկիզբը դրվեց 21 թվականի ուրեմն հունիսի 5-ին, 4-ին քվեարկվել էր Հայաստանի օգտին արդարացիորեն։
իսկ 5-ին արդեն տրվեց Ադրբեջան կոչված չեղած պետությանը։ Այդ Ադրբեջան ասած ինչ է, նոր կազմավորվող էր, ես այս վերջի շաբաթը, որ Իրանում էի, բազմաթիվ հանդիպումներ ունեցա, բաց, փակ եւ այլն, ես ամեն անգամ եւ զեկուցման մեջ անհատական եւ ասում եմ, դուք տարօրինակ հոտառություն ունեք Ադրբեջան պետությունը, գիտեք ինքներդ Ադրբատական եւ այլն, օրինակ նեյնի մեջ չի ստեղծվել է Ադրբեջանի եւ Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից։ Այսպես էլ օգտագործում է Ռուսաստանը Ադրբեջանին օգտագործում է մեր եւ Իրանի դեմ, հայ իհարկե ու բարեկամը չեն։ Ուղղակի ուզում եմ ասել, հա սրանք այսպեսին են, իրողություններ են, բայց մի բան ասեմ էլի։ Մեր պատմաբան կոչվածները, չգիտեմ ինչու, երևի իրենք ժամանակին կեղծարարությամբ շատ են զբաղվել, պես եղել է, չէ՞։ Չեն կապնում էլի, այդ բոլորը բաց են։ Չնայած մենք լավ պատմաբաններ ունենք, եթե Խուշուդյան կարդան, եթե Սարգսյան կարդան, ունի այդ 3 տա կան, բայց նրանք երիտասարդ սերունդ չեն, արդեն չեն ապրում էլի։ Ես նրանց բաներն եմ, հետազոտություն եմ փոխանցում եմ, բայց սրանք Չուբարյան են խաղացնում։ Այդ Ռոստովի հայ է, որը Մոսկվայի պատմագետների շեֆն է, այստեղ էլ գալիս խաշմաշեուտում ու տեսնում են խաշի վրա մի երկու սուտ բան է ասում, սրանք արտագրում են, դառնում են ակադեմիկոս բան եւ այլն, եւ երթվում են Չուբարյանի արևով, ես ասեմ Չուբարյան ունի աշխատանք Գորչագովի մասին գրած, ունի նաեւ Բրեստ-Լիտովսկի հաշտան դաշնագրի մասին գրած։ Կարող է ցանկացած կարդալ, դա հայ է, ծնվել է, բայց այնպեսի մի հայ է, ինչպեսին ում ասեմ, Լավրովը, ուղղակի ազգանուն պահել է։ Հակահայաստան։ Հերթական Կալանթարյանն է։ Ես Ակադեմիայի պատմագիտության ինստիտուտի պապան է, բառացիորեն։ Դրա համար տարօրինակ է որ չեն փոխում եւ տարօրինակ է որ Ակադեմիայի նախագահությունը ձեռը սեղանի չի խփում, որովհետեւ կամ օբյեկտիվը պիտի հանեք կամ դադարեցնեք։ Ես դինեի վարչապետ, այդ բոլոր կասեի վերակառուցեք օբյեկտիվ հիմքի վրա, Հայաստանի պետական շահերի հաշվառումով հետո շարունակեք։ Իմիջիալոց այդպեսի բան մեր Բալթիկայի հանրապետություններն արեցին 91 թվերին, երբ որ անկախացան, պատմագիտություն, այսինքն պատմագիտության լյուստրացիա արեցին, պատմաշինություն եւ կուսպատմություն, դե քաղաքագիտություն չկար այն ժամանակ, ար գիտկոմ եւ այն նման առարկաների ցանկ հրապարակեցին, ոչ մեկին չվիրավորեցին եւ ասին որ նման գիտություններ չի եղել, հետեւաբար դրանց ոչ դոկտոր կա, ոչ տեխնացու կա, ոչ չկա, բայց քանի որ մարդիկ աշխատանք են կատարել եւ ով որ կարողանա ռեֆերատի տեսքով իր կեղծը ճիշտ գրել, նրանք վերականգնեցին իրենց ուրեմն տիտղոսներ եւ այլն եւ շարունակեցին առաջ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ կեղծարարն է։ Ամբաղ-զամբաղ ելնում դուրս է տալիս ամեն պարագայով։ Այդ ժամանակ էլ եղել, ժամանակին այդ խոսակցությունները, որ պետք է դրանք արվի բան, բայց դե մենք չարեցինք եւ հասանք ստեղ։ Շատ են մեր պատմագիտության մեջ, քանի որ թեման դուք շոշափեցիք, հակասությունները։ Եվ արդյոք այդ հակասությունները մեր թշնամիները չեն օգտագործում։ Դե գիտեք ինչն է, հիմա շատ ու քչի հարցը դժվար է հաշվել, չգիտեմ։ Կարևորը կոնցեպցիան է սխալ։ Ճանապարհը որ գնում է սխալ ճանապարհը շարունակում են։ Եթե կոնցեպցիան ճշգրտ են, հիմա 10 հոգի են, մի հոգի են, կարևոր չի։ Կոնցեպցիան սխալ է։ Մենք ունենք նաև այդտեղ մի քանի որ ասեցեք, ասեմ, այդ ամբողջ ֆորմացիոն տեսության շրջանակներ են մտցրել ֆորմացիոն, բայց ամեն մի երեխա գիտի, որ Հայաստանը ստրկատիրության շրջան չի ապրել։ Այո։ Չի ապրել, հիմա է ստրկատիրության փորձ արվում էլ, այս ռևանշիստների կողմից։ Հյուսիսից չէ, իրենք կամավոր ստրուկներ են։ Չէ, դե հյուսիսից էլ հյուսիսից իրենք կամավոր ստրուկները։ Հիմա հասկանում եք ոնց է բաները դրանք պիտի կարգավորվեն, էլի, չի կարող այդպես շարունակվել, էլի, բայց դա չեն անում, մենք ենք անում, իրենց գործն է։ Դրա համար էլ այն հատորները լցրած ով է կարդում, ինչի են կարդում, ինչ պիտի կարդան եւ այլն։ Հասկանում եք, այսինքն դրանք պետք է փոխվեն, աշխատել է, պետք է աշխատել երկրի վերաշինության համար։ Հիմա շատ ու քիչ է, երկրորդ մաս ունի դա։ Ինչու ասեցի ստրկատիրություն չենք տեսել։ Մենք ունիկալ քաղաքագրություն ենք ստեղծել, աշխարհի եզակի ժողովուրդներ կան, որոնք ստեղծագործական մշակութային ջիղ ունեն եւ քաղաքագրություններ են, մշակույթներ են ստեղծել, հայկականը հայտնի սինթետիկ
քաղաքագրությունն է, որը ես միշտ ասում եմ, արտացոլված է, ասենք Մարտիր Սարյանի կտավների մեջ, Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ, եւ այլն եւ այլն։ Կարող եք շարունակել Սևագևը։ Ուրեմն ինչն է, այս բոլորն արված է, բայց քաղաքակրթական մշակութային այդ պիտի ոչ թե ֆորմացիոն տեսությունով Հայաստանի պատմությունը գրվել, քաղաքակրթական մոտեցումով, որովհետեւ մեր առավելությունն ու իրականությունը բացահայտվի, բայց դրա համար ինչ է պետք փիլիսոփայություն իմանալ է, պետք բրոտել, պետք կարդաս, Լևոն Շարտ, գիշեր ցերեկ պետք է հետազոտես, պետք արտագրած չի լինի, արտագրելով չի լինի, այդպես Աշոտ Հովհաննիսյանը վարիգը գնա իրենց պապանն է։ Այսպես մի օր կլինի էլի երևի, բայց մեր ժողովուրդը դրա կարիքն ունի, ինքը չգիտի իր պատմությունը։ Մեր մշակույթը չի կարողանում գնահատել։ Շատ ճիշտ եք ասում, մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում նույնիսկ կարա դասեր տա այսօրվա շատ ու շատ զարգացած ժողովուրդների, որտեղ մեր մոտ միշտ եղել է ընտրություն։ Գյուղապետի, ռեսի, թաղապետի, եկեղեցին պետը միշտ ընտրվել է, այս Վազգեն Սարգսյանը որ մխտրեց այս մարդու վիճակը, մինչև գոնե Խորե Մուրադբեգյան 36 թիվ 7 որ խեղտեցին Վեհարանում, խեղտեցին չեկան գիշերը, ուրեմն դրանից հետո սկսվեց այդ եկեղեցու յուրացումը ռուսների թույլատրանքով այս նրանց կողմից։ Հիմա ժամանակներն անցել է, հայությունը սպասում է, չգիտեմ ում է սպասում, ինչ է սպասում, ես ասեմ, որ աշխարհը մեզ չի սպասում, աշխարհը շարժվում է, Ադրբեջանը տեսնում եք ոնց է յուրացնում, թիկունքում ունենա Ադրբեջան, ռուսների հրահրոցը, այդ խրախուսանքը չտեսնել այսպես։ Հիմա բայց թե մեկ է ջուրի իրա ճամփեն կգտնի, աշխատանքներ շատ կան, կարող են վերցնել կարդան, բայց ալարում են, չգիտեն, չգիտեմ ես հաջորդի ես սերնդի բան չեմ հասկանում, ինչ են ուզում, ինչ։ Ասենք դուք բացադրում ասում եք, ինքը քեզից է նեղանում, փոխանագիրենից նեղանա, որ ինքը տգետ է մնացել եւ չի ջանք թափում, ձեզից է նեղանում, հիմա որ ինչու եք այս հարցը բարձրացրել, այսա։ Բայց դա հայկական բնավորության մեջ կա, ինչու ես ճիշտն ասում։ Այսինքն այսպեսի բան կա, բայց դրանք պետք է արվեն, էլի։ Հայ մտքի գեներացման խնդիր կա այսօր։ Մենք տեսնում ենք, հենց բառացիորեն օրերս հայտարարվեց տարածաշրջանային մեծագույն ներդրումային ծրագրի մասին, ընդ որում այնտեղ էլի հայերն են, Նուբար Աֆեյան, Nvidia-ի փոխտնօրեն եւ այլն, եւ սա կարա հետագայում շատ մեծ ծառայություն մատուցի հայ ժողովրդին Հայաստանի։ Հիմա ենթադրենք դուք վստահ եղեք, որ մի քանի ոգեղեն հայ ֆիզիկոս որ ճարեք Մոսկվայից, որոնք Ռուսաստանի միջուկային զենքն են ստեղծել եւ սպասարկում են, մենք երկրում տակ ունենանք, բայց մեկը հայտնվել էր մոտ վախկոտը փախավ։ Վախկոտը, որը իսկապես մտքի գիգանտ էր։ Հայությունը այդպես ոնց ասեմ, դրսում հայտնի է, այնտեղ սոցիալիզմ չի, այնտեղ մրցակցություն, այնտեղ նաև քաղաքագիր վերաբերմունք է դեռ կա էլի։ Բայց հուսանք, որ ես դրանում չեմ կասկածում, որ անկախության ամրապնդման հետ միասին մենք ինչ կանենք, կգնահատենք այս փոքր-ինչ մնացած մեր երկրի պետականորեն մնացած աշխարհագրական դիրքը, նրա հնարավորությունները, այդ մայրուղու նշանակությունը հարավ-հյուսիսը, որ ես անվանում եմ արդեն ծովից ծոց, սև ծովից մինչև Օմարի ծոց, Հնդկական օվկիանոս, դա բոլոր իմաստներով։ Ընդ որում Ճապոնիայի դեսպանն էլ հնդիկներն, պարսիկներն են։ Ես ուրեմն մենք պետք է մի բան անենք, որ այս մանրաթեմայնությունից ռազմավարական մտածողության հարթություն պետք է տեղափոխվենք, թե չէ, այդպես դուք ինձ ասեք, ես ձեզ ասեցի եւ այլն, եւ դա իրականանալու է, ընդ որում ասեմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը այդ ուղղությամբ բանակցել է Իրանի հետ, բացադրել ենք Իրանի գիտնականների, քաղաքական գործիչների, պետական հայրերի, եւ դա մենք շարունակելու ենք, որովհետեւ այդ ստրատեգիական ողնաշարը լինի, եթե չի լինում, այդ ոչ IT տեխնոլոգիա կլինի, ոչ են կլինի, չէ, պետությունը պետք է կայացած լինի, դրա համար օրինակ նույն Իրանում ձեր հանդիպումներից
որ շրջանակներն էին ավելի հաճախ, այսինքն պարսիկներն էին, թե իրանցիները, որտեղ մեծ տարբերություն կա։ Չէ, նրանք խառն են դե ոչ։ Խառն են, բայց դուք հասկացաք ես ինչ նկատի ունեմ։ Բայց բաներ են, էլի վերլուծական իրենց ծառայություններն էին, ասենք մի հանդիպմանը կար Պաշտպանության նախարարի անձնական ներկայացուցիչը, որ ինք ուղարկել էր, արտգործնախարարության ներկայացուցիչը, որ պիտի գար, նրա փոխարինել էին նրանք գիտեք հետաքրքիր մեխանիզմ ունեն, էլի որևէ հարցի վերաբերյալ, որը պետական նշանակություն ունի, ես դրանից շշմել եմ եւ քեֆս բերեց այդ ձևը։ Ուրեմն կանչում են տարբեր փորձագետների, փակ քննարկումներ են անում, դե փակը մեծ համար է, որ չեն կարող տեսագրել եւ այլն, իրենք բարձ ձայնագրում են, տեսագրում են, բանավեճ է լինում եւ այդ բոլորը հետո պետության պատասխանատուները որոշում կայացնողներ են ասում, նրանք փոխանցում են համապատասխան ուրեմն անձերին, ովքեր որ որոշում են կայացնում, եւ այդ իմաստով կարևոր չի որ ազգից էլ ինչ են, չգիտեմ, դե չեմ կարող ասել, մի քիչ դգեղ ասել է, կանչում են տվյալ ոլորտի, ասենք ենթադրենք, որով հարց է քննարկվում, ոլորտի լավագույն իրենց գիտակները, լինում է բարեկիրթ դաժան մտքի բախումներ, շատ դաժան մտքի բախումներ, որովհետև եթե դուք փորձում եք ստանդարտից դուրս բերել, իրենք են ռուսների նման ձգվում, որովհետև իրենք էլ ստանդարտից սովոր են։ Բայց ի տարբերություն շատերի, որտեղ որ ես եղել եմ, տարբեր երկրներ եղել եմ, իրենք լսելու հատկություն ունեն, այդ տաք բանավեճից հետո ոնց որ թե այսպես բանդորայի արգղը բացվում է, ձեր ասած ընկալում են, քննարկում են այն որ սկզբում մերժում էին եւ այդ իմաստով ուղղակի ժամանակի բանը գործը հասավ նրան որ տարբեր ինստանցիաներ պատկերացեք վերլուծական ծառայություն 2.5 ժամ ամենա հետս մարդ եղել չլինի որ ես փեչում եմ գլուխ եմ բողում էլ ես այդ հատկությունը չունեմ բայց ասեմ նաեւ որ համեստությամբ էլ չեմ տառապում դա էլ ասեմ էլի հա ուրեմն այդ բոլոր զեկուցումները տարել եմ 2.5 ժամից շատ ավելի ամեն մի հանդիպումը այդ քննարկում երբ դուք ժամանակի թռիչքը չեք զգում իրենք էլ չեն զգում եւ ենթադրում եք որ ասենք մի քննարկման պաշտպանության նախարարության ներկայացն ասեց ինձ նախարարն է ուղարկել որ ձեզ դասեմ այդ կարգի անկեղծություն կա էլի հարգանք կա նաեւ շանտաժ ասենք այս հայվանների մի խումբ մինչև առաջ երկու ամիս առաջ ինչ գնացել են պարսիկներն ասել են իրանցիներին այսպես իրենք ասեցին որ մեր իշխանությունները շատ ավելի վատ են պաշտպանում Հայաստանի շահերը քան դուք եւ այլն ես էլ բողոքեցի ասի դուք մեզ հետ հարաբերվեք սխալ եք արել որ ռուսական ագենտուրան բերել եք եւ այլն հիմա բայց իրենց գործն է իհարկե բայց տեսակ է էլ քննարկումներն այն մակարդակը ստացան, որտեղ գիտեք, ինքը կրոնապետությունը այն գլխամասում վերջնական որոշումներն ընդունում են այաթոլլաների խորհուրդ կա, եպիսկոպոսների, հա, մի այաթոլլա Էնզելի ինչ էր, Էնզելի այաթոլլա, կարծեմ այդտեղ գրել եմ մոտս, նա ցանկություն էր հայտնել անպայման միասին հանդիպենք եւ զրուցենք, այսպես գործը գնաց եւ քանի որ ես ուզել էի որ անպայման Չաբահար գնամ եւ խնդրել էի առաջի օրը որ եկեք մանր-մունր հարցերը էլի թողենք ռազմավարական թե հայացքի պետության անվտանգության մեր պետությունների փոխադարձ շահերի համադրման ոչ թե եղբայր քուր եւ անես բոլոր հարցերը քննենք եւ հաջողվեց ինձ կարող եմ ասել մարդ եկել հետս ավելի լավ հաջողվեց քան կարելի էր ենթադրել, որտեղ լսում էին։ Ես էլ իրենց շատ բաներ լսեցի եւ հետո դրանից հետո երբ որ այաթոլլայի հետ հանդիպման մասին դե նրանք իրենց ձևն ունեն սուսուփուս աշխատելու, մեկ էլ առաջացնում են Չաբարը հետս ընկերներ կային Չաբարը ջերմաշճանը 35 աշճան է, 40 աշճան է, օվկիանոս էս խոնավ է դե արդեն հետո մեկ էլ թե ասին տոմսերը պատրաստ է երեկոյան մեկնում ենք երեք օքեյ ենք մի բարսիկ ընկեր իրանցի մի հայ ընկեր եւ ես այսինքն եւ գնացինք ամբողջ գիշերը ման եկանք մտքով ստրատեգիա մտքով չափել է բանը չափել տեսնել
եւ հիացմունքս Իրանի Իսլամական Հանրապետությունից ահռելի պոտենցիալ ունեն, ահռելի ճանապարհներ ունեն, որ Ավստրալիայում է, չէ՞ վերջերս Ավստրալիան նման ճանապարհներ չունի, մայրուղիներ, որտեղ կարկատան չլինի, երկաթուղու կառուցում կա, նավահանգիստը ճիշտ է չէր կառուցվում, քիչ շատ էլի, որտեղ բայց նավահանգիստի մերձ մետալուրգիական գործարան, ինչ որ ասեցին կամ եթե լավ եմ հասկացել էլի, որտեղ ուրեմն ուրիշ բաներ էլի քիմիական գործարան հսկաներ կառուցվում են այս օրերին կառուցվում են, բարձր որ իմ ուզածը ճիշտ էր եւ հաշվարկս ինչպես ասում են կետին էի խփել, որտեղ չափարը դառնում է այդպիսի մի բան եւ ես իրենց ասեցի, որ ցանկություն ունեմ մի քիչ ասի աշնանը գնամ խոսակցություն եղել է Հնդկաստանով մի հատ էլ այն կողմից կամ դե եւ այլն ձեզ այնտեղից իրար հետ կբարևենք եւ այլն այսպես եւ կարծում եմ իրենք կողմ մնացին որտեղ դրա մասին չեն խոսել եւ Պարոն Շիրինյան դուք ձեզ համար պարզեցիք Հայաստանը Իրանի համար իրականում ինչ նշանակություն ունի Ասեմ ձեզ, ես դրա պատկերացումը ինքս ունեմ, ես շարադրեցի իմ կոնցեպցիան, որ տարիներ շարունակ աշխատել եմ, դες դոկտորական եմ պաշտպանել աշխարհակարգի վերաբերյալ, որ դա Իրանի մասին ահռելի մաս ունեմ, եւ դա քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կոնցեպցիան է, որ առանձնապես իշխանության կոնցեպցիայից Խաչմերուկի առաջի հերթից, այդպես ասենք, շատ հեռու չի Բայց իրենք սովոր են, որ իրենք պետք է հովանավոր լինեն, հասկանում եք ոնց այդ իրենք պետք է ոնց ասեմ, մեզ պետք է փրկեն եւ այլն, այս մտահոգությունը կա։ Ես բաց ասեցի, որ ժամանակները փոխվել են, հիմա էլ կասեմ։ Դուք մոռացեք բոլոր այդ բաները, դուք մեզ չեք կարող փրկել եւ չեք փրկել։ Դուք 44-օրյա պատերազմի ընթացքում ուժեղացրել եք Ադրբեջանին, եք ուժեղացրել մեզ նեղելով եւ փաստեր Իսրայել գիտեք նրանց խոսակցությունը ամիջապես, ասի Իսրայելին դուք ուժեղացնում եք, մեզից պահանջում որ Իսրայելը ինչու է ուժեղ, պանթյուրքիզմը պետությունը հովանավորեցիք եւ այլն եւ սկզբից իհարկե բանով ընդունեցին, բայց փաստը գիտեք Գիտական բանավեճ առավելություն ունի, դա բանակցություն չի դիվանագիտական, որ փաստերը դնում եք, վերլուծում եք, եթե դուք եք սխալ, դուք եք ինքը։ Եվ հիմա ինչ նշանակություն ունի Հայաստան, ես ինչ էի ուզում ապացուցել, ինչն էր իմ որ ուժեղ Հայաստանն է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությանը ձեռնտու օկտավետ, տեսեք ուրիշ բան չեմ ասում, որ մենք եղբայրներ ենք, այդ բոլոր թող մնան տեղը։ Հա, իհարկե։ Հա, այդ պատմաբանները թող գրեն, էլի, որ գրեն իսկական պատմաբաններ։ Շահ Աբբասից հետո մենք եղբայրներ չենք հաստատ։ Ուրեմն ինչ որ ենք, ես դա ասեցի, զարմացան, ասի, որովհետև թույլ Հայաստանը միանշանակ է, որ հովանավորվել ռուսների կողմից, ձեզ այդ տշելու են, չեն թողելու, մեկ է, ոնց որ հիմա են անում, բան։ Հա, իրենք սկզբից կարծում եմ փոխըմբռնում եղավ, նույնիսկ մի զենք բան, որ ճգնաժամ լինի, զորք տեղակայենք, օգնենք, ասի չէ դուք, մենք կտակ մի բրիգադի կամ դիվիզիայի համար զենք ու հանդերձանք, մենք հայկական դիվիզիա կսարքենք երկրի ներսում, կլինի, որ արդեն Իրանի զինած հայկական դիվիզիան։ Մենք, բայց մի բան ակնհայտ է, որ բոլորին եմ ասել, որ Հայաստանի տարածքից Իրանի դեմ որևէ գործողություն, որևէ մեկը չի կարող անել, դա մենք ձեզ խոստանում ենք։ Խոսքով կարծում եմ եկավ առաջի դեպքի համար, եկավ երկխոսություն եւ այնտեղ մի բան է, ես Ջիբրալթարի օրինակն էի վերել մի զեկուցման մի դրվագով, հետո պատասխանատուներից մեկը ասեց, այդ ինչ Ջիբրալթարի մասին էի ասել, ուրեմն դա քննել են, դե նրանք մի քիչ սուսուփուս են, էլ մենման աղմկոտ չեն։ Հետո երկար են մտածում։ Երկար են մտածում, ես էլ երկար թելադրեցի, 2.5 ժամ, դե դասախոս եմ, ասի ուզում եք, այդքան եթե թելադրեմ, իշքան գուզեք դրում էին, էլի, երկու, ինչ ասեմ։ Պարոն Շիրինյան, այդ կարգի բաներ էլի, կարծում եմ, որ մենք այդ գործը շարունակելու ենք, կուսակցությունը ես դա շարունակելու եմ, եւ ես խոստացա, որ ես ճանապարհ Գիրագորներ գնալու եմ այդ հատված, որտեղ մենք ճանապարհաշինությունը լավ անում ենք, եթե դուրս կգամ, իրենք էլ կնայեն, որտեղ հստակ ասեմ ինչն է հարցը։ Ինչու է, ես ինչու հույս ունեմ, իրենք կհասկանան, որտեղ մենք, ասի մենք ձեզ, ես ձեզ առաջարկում եմ ալտերնատիվ
Ադրբեջանի Բաքու բան Կասպից ծովի ափոթ, չէ շանտաժի մեջ եք։ Մենք այդ ճանապարհը մշտապես կդրամադրենք լավ մայրուղին եւ դուք կգաք Սև ծով եւ մենք դուրս կգանք Չաբար եւ այլն։ Եվ պետք է աշխատել։ Շնորհակալություն պարոն Շիրինյան, մեր եթերաժամը սպառվեց։ Վերջում հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Ամեն բարիք ձեզ։